Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները։ Այս բան ես զրուցում եմ Հայաստանի ժողովրդական շարժման համակարգող Վազգեն Պետրոսյանը։ Շնորհակալ եմ, պարոն Պետրոսյան, մեր հավերն ընդունելու համար։ Մենք 8 տարի է տեսնում ենք Նիկոլ Փաշինյանին իշխանության եւ 8 տարի է լսում ենք տարբեր հայտարարություններ, որ Նիկոլ Փաշինյանը սարսափած է այսինչ մարդուց, Նիկոլ Փաշինյանը սարսափած է այնինչ մարդուց։ Բայց ինչքան էլ ասում են Նիկոլ Փաշինյանը սարսափած է, Նիկոլ Փաշինյանը շարունակում է անել այն ծրագիրը, որի համար բերվել է իշխանության։ Ձեր գնահատմամբ կա որևէ ուժ Հայաստանի ներսում, ումից սարսափում է Նիկոլ Փաշինյանը։ Եվ եթե կա, ինչու է սարսափում։ Նիկոլը իրականության մեջ ինքը սարսափում է միայն մեկ կողմից եւ այդ կողմը այն կողմն է, ով իրեն բերել է իշխանության գլուխ եւ էլ ոչ մեկից չի ինքը սարսափում։ Վերջոչու ինքը երկրի ղեկավարն է եւ բոլոր զինված ուժերը իրեն են ենթարկվում։ Իսկ Հայաստանի զինված ուժերը կրտված են արևմուտքի կողմից, որպեսզի Նիկոլը կարողանա հանգիստ ղեկավարի Հայաստանը։ Դրա հետ մեկտեղ ընդդիմության հիմնական մասը, եթե չասեմ ամբողջականը, այլ հիմնական մասը, ինքը իր ծրագրերը ստանում է արևմուտքից։ Ուստի իրենք համատեղ իրար հետ Նիկոլը եւ ընդդիմությունը իրականացնում են մեկ ծրագիր, որը ճանաչողական պատերազմի մեջ կոչվում է ձեռքբերովի անօգնականություն։ Սա ինչ է, ինչ նպատակ է հետապնդում։ Հետապնդում է, որ տվյալ հասարակությանը դարձնել ամորֆ, դարձնել անգործունյա եւ թույլ չտալ կրտել նաեւ հասարակությանը։ Այո, կրտել նաեւ կրտել հասարակությանը, որպեսզի տվյալ հասարակությունը դադարի դիմադրողականության ցուցաբերումից։ Եվ այս ծրագիրը իրականացվել է 1991 թվականից Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած եւ մինչեւ հիմա գալիս է։ Նիկոլը ինքը շատ լավ գիտի, որ ընդդիմության հիմնական մասը, նրանք ովքեր որ ճակերտավոր իր դեմ են, իրենց ծրագրերը ստանում են արևմուտքից։ Եվ այս վերջ գիտեք, պարոն Պետրոսյան։ Գիտեք, ցանկացած քաղաքական փոխանցում է ծրագրերը։ Ցանկացած քաղաքական գործընթացները իր արդյունքներով են ցույց տալիս, թե ով է պատվիրատուն։ Դեռևս 2021 թվականի հունվարի 12-ին հոդված էի գրել, ազգը թերթում լույս տեսավ եւ կոչվում էր պոպուլիզմը եւ Հայաստանի ապագան։ Եվ այն ժամանակ ասել է, որ Նիկոլը գնալու է դեպի բռնապետություն, քանի որ իր դիմաց որևիցե քաղաքական ուժ, որը ցանկություն ունի իրեն փոխելու, գոյություն չունի։ Եվ բոլոր նրանք, ովքեր որ խոսում են կամ փորձում են ցույց տալ, որ ընդդիմություն են, իրականության մեջ անում են նույն ծրագիրը։ Ընդդիմությունը շատ այսօրվա գոյություն ունեցող եւ խորհրդարանական եւ արտախորհրդարանական եւ բոլորը շատ հաջողությամբ կարողացան իրականացնել այն ծրագիրը, որը արևմուտքը նպատակ էր դրել։ Այսօր հասարակության հիմնական մասը փոխարեն մտածի Նիկոլին փոխելու մասին, խոսում է ընդդիմությանը փոխելու։ Այսինքն ընդդիմությունը ֆանտաստիկ մի գործառույթ իրականացրեց, որը որ ոչ մեկը չէր կարող անել, բացի ինքը, եւ ինքը դա արեց։ Այդ իսկ պատճառով պատերազմական ֆիլմերում հայտնի այսպես հերոսական դրվագ կա, որ ասում է վերցնում եմ կրակը ինձ վրա։ Ընդունում եմ կրակը ինձ վրա եւ հիմնական հարվածը իր վրա է վերցնում։ Գիտեք, այստեղ ոչ թե հիմնական կրակը իր վրա է վերցնում, այլ հիմնական վարկաբեկումն է իր վրա վերցրել։ Կրակ ասելով դա նկատում ենք։ Եվ հիմա Նիկոլը շատ հանգիստ, շատ ազատ աշխատում է։ 2023 թվականի Արցախի հայաթափումից հետո ես հանդիպումներ ունեցա շատ քաղաքական գործիչների, քաղաքական լիդերների, նաև հոգևոր հայրերի հետ եւ այն ժամանակ արդեն պարզ էր,
որ Նիկոլը ոչ մի բանի դիմաց չի կանգնի, քանի որ իր ամբողջ կյանքը, իր ամեն ինչը, իր գոյությունը կախված է այս իշխանությունից։ Եվ եթե մարդու գոյությունը կախված է իշխանությունից, տվյալ անձնավորությունը ամեն ինչ անելու է այն պահելու համար։ Եվ այն ժամանակ էլ, մասնավորապես 2024 թվականի սկզբին եւ այս տարվա սկզբին հունվար-փետրվար ամիսներին հանդիպումների ժամանակ անընդհատ պնդում էինք, որ հին մեթոդներով, հին ձևերով դուք չեք կարող հաղթեք Նիկոլին։ Նիկոլին այսպիսի իրավիճակում հաղթելու համար դուք պետք է այլ գործառույթներ իրականացնեք եւ այդ գործառույթները ոչ մեկը ցանկություն չունեցավ իրականացնելու եւ Նիկոլը նորից վերընտրվեց։ Եվ գնում է այն գործընթացը, որ տրամաբանական է։ Այստեղ ոչ մի անտրամաբանական բան չկա։ Եթե դուք գիտեք դեռևս 2-3 տարի առաջ, որ Նիկոլը ամեն ինչ անելու է վերընտրվելու համար, ամեն ինչ, եւ դուք ոչ մի բան չեք ձեռնարկում, բարձր որ պիտի ինքը վերընտրվի։ Ոչ ինչ որ բան ձեռնարկել ինչ է նշանակում։ Ինչ պիտի անեն։ Ոչ չարեցին։ Արեք այդ մասին հիմա ես չխոսեմ բաց տեքստով։ Այդ մասին հաջորդ դասին։ Այո, այդ մասին հաջորդ դասին, քանի որ այն ինչը, որ պիտի արվի, առնում ես մեկ անգամ։ Եվ եթե այդ մեկ անգամը ճիշտ չարեցիր, եթե այդ դա խոստացել է անել Սամվել Կարապետյանը, ասում է Սամվել Կարապետյանի մեկ անգամ պիտի անենք։ Սամվել Կարապետյանը առաջի օրվանից իր քաղաքական թիմի շատ կոպիտ սխալները բերեցին նրան, որ հիասթափվեց ժողովուրդը հենց Սամվել Կարապետյանից։ Ինչու՞, ո՞նք են այդ սխալները։ Գիտեք, երբ որ դուք որպես քաղաքական նոր ուժ մտնում եք դաշտ, դուք չի պիտի գնաք պոպուլիզմի հետևից։ Նույն այդ մեթոդաբանությամբ Նիկոլն է գնացել եւ եկել է իշխանության գլուխ։ Հիմա եթե դուք ուզում եք իրեն հեռացնեք իշխանությունից, դուք չի պիտի պոպուլիզմով զբաղվեք։ Սամվել Կարապետյանի ծրագրերը, մատնանշած գործառույթները, որ պետք է իրականացնեն, թիմը, որ հավաքեց, այդ ամեն ինչը ցույց տվեց, որ ինքը պոպուլիզմից այն կողմ գնացողը չի։ Եվ ինքը չունի որևիցե հստակ եւ իրապաշտական ծրագիր։ Հայ ժողովուրդը հիմար չի։ Մեծ մաս ժողովուրդը, ովքեր որ չմասնակցեցին ընտրության, ուղղակիորեն չմասնակցեցին, քանի որ իրենք տեսան վստահելի ծրագիր գոյություն չունի։ Պարոն Կարապետյան ասաց, որ ժողովուրդը մասնակցությամբ քաշեց մեզ։ Գիտեք, ես չեմ ուզում մեկնաբանեմ որևիցե մեկին։ Մենք առաջնորդն է ասում, որևիցե մեկին կապ չունի, ինքը ով ուզում է լինի, կարևորը արդյունքն է։ Կարևորը արդյունքն է։ Եթե արդյունքը այսօր մեծ 0 է, եւ ընդդիմությունը ներկայանալով խորհրդարան ինքը օրինականացնելու է Նիկոլի կողմից սահմանադրության փոփոխությունը, արդեն Ադրբեջանը խոսում է, որ Սևանա քվեներ չեն տալու։ Արդեն Ադրբեջանը խոսում է Սևանա լճից օգտագործելու իր բաժնի մասին եւ իրավունքի մասին։ Արդեն Ադրբեջանը պարտադրում է շատ փոփոխություններ իրականացնել եւ այդ պարտադրանքի կողքին արևմուտքը հստակ լոբիստական աշխատանքներ իրականացնում Հայաստանում եւ այսօր Հայաստանի հասարակական քաղաքական դաշտը ամբողջությամբ տուրք է տալիս դրան։ Երեք մի սեմինարի էի մասնակցում, որտեղ որ քննարկվում էր հայ-իրանական հարաբերությունները եւ դրա զարգացման ուղիները։ Այդտեղ կային մարդիկ, ովքեր որ սնվում են արևմուտքից եւ իրենք ասում են, որ Եվրամիությունը մեզ չի պարտադրում, որ մենք գնանք դեպի Եվրամիություն։ Կներեք 35 տարի է իրենք ամեն կերպ ժողովրդին խաբել են, կերակրել են բոլորին եւ ասում են, որ հեռացեք ձեր ազգային շահերից, բարեկամացեք թուրքերի հետ, բարեկամացեք նրանց հետ, ովքեր որ ձեզ թալանել են, կոտորել են, ոչնչացրել են, ձեր մշակութային արժեքները յուրացրել են եւ հիմա դուք ասում եք, որ չեն պարտադրում։ Այո, իրենք ուղղակիորեն չեն պարտադրում, այլ իրենց կողմից սնվող մարդիկ են պարտադրում հասարակությանը, որպեսզի փոփոխություն իրականացնի, բայց այդ փոփոխությունը ինչի է բերելու, ոչ մեկը չգիտի։ Եվ նրանք, ովքեր որ դա գիտեն, իրենք չեն ուզում այդ մասին խոսեն, քանի որ գիտեն, որ այդ ցավը, որը որ բերելու են հայ ժողովրդի գլխին, լինելու է մահացու։
Պարոն Պետրոսյան, միջև այդ Իրանի այդ հարցերին անցնելը ինձ մի հարց հետաքրքիր հաճախ գրում են դուք էլ ասացիք, որ անդիմափոխության մասին են մարդիկ խոսում, հա, այս անդիմությամբ հնարավոր չի փոփոխություններ, որ պարտադիր է անդիմափոխություն։ Գիտեք ինչ է, քաղաքական դաշտի մեջ եւ քաղաքականության մեջ բացարձակապես չի կարելի ոչ մի բան բացառել։ Իսկ երբ որ մենք խոսում ենք իշխանափոխության մասին, այդ էլ այնպիսի իշխանությունը, ովքեր որ տոտալիտար քաղաքականություն են վարում, բռնապետական քաղաքականություն են վարում եւ իր հետ զուգահեռ ամբողջ արևմտյան մեդիա դաշտը եւ ճանաչողական պատերազմ է վարվում մի փոքր ժողովրդի դեմ, այդտեղ պետք է իրականացվող ծրագրերը եւ դիմակայությունը պետք է լինի շատ ճիշտ հաշվարկված, շատ ճիշտ եւ պետք է աշխատել բավականին հստակ եւ ուղղորդված։ Եթե այդպիսի աշխատանքը չիրականացվի եւ տեղի ունենա տարերայինորեն աշխատանքներ, այնպես ինչպես որ այս վերջին ընտրությունների ժամանակ նորահայտ ի հայտ եկած ընդդիմադիր շարժումները եւ կուսակցությունները իրականացրեցին, ընդամենը կլինի հիասթափություն, ընդամենը եւ ոչ մի ուրիշ մի բան։ Եթե ընդդիմությունը իսկապես ցանկություն ուներ փոփոխություններ իրականացնել, այդպիսի կոպիտ սխալներ չի պիտի թույլ տար։ Իսկ իրենք ում խորհուրդով են առաջնորդվել։ Սամվել Կարապետյանինը գիտենք, հրյաներ էին։ Արդյոք հրյա Ինչու եք շեշտում պարտադիր հրյաներ։ Քանի որ այսօր երբ որևիցե մեկը Հայաստանում բերում է հրյա զինվորականի որպես գլխավոր խորհրդական եւ դա վատ բան է։ Գիտեք, խնդիրը վատը կամ լավը չի։ Խնդիրը շատ հստակ մաթեմատիկական հաշվարկ է։ Այսօր Միացյալ Նահանգները ցանկություն ունի ամբողջ Անդրկովկասը պոկել եւ տանել դեպի իրեն եւ օգտագործել այն ընդդեմ Իրանի եւ Ռուսաստանի։ Արևմուտքը սարերի այն կողմն է, օվկիանոսի այն կողմն է։ Իսկ Ռուսաստանը եւ Իրանը տարածաշրջանում են։ Եվ այդ ամբողջ աշխատանքի մեջ Իսրայելը իր վրա վերցրել է հստակ ֆունկցիա։ 2020 թվականի եւ 2022 թվականի եւ 2023 թվականի պատերազմների ժամանակահատվածում Իսրայելը հստակորեն ամեն ինչով եւ տեղեկատվությամբ եւ ռազմական տեխնիկայով եւ իր մասնագետներով օգնել է, որպեսզի Արցախը հայաթափվի։ Ասում եք, բայց հայ-հայա ցեղասպանությունը ընդունում էր, չէ՞։ Քիչ է, Կարծեմ ձեզ մոտ ենք մենք քննարկեցինք հայոց ցեղասպանության հարցը եւ այն ժամանակ ես ասացի, որ երբեք քննարկել չի մնացել, հա, մի քիչ էլ գիտեք, ամեն ինչը լուծում է 1%-ը, որ մնացել է։ Կարող է 99.99% այո լինի, բայց այն 0.01%-ը դուք ասացիք արևմուտքը սարերից այն կողմ է, հա, հիշում եք մի հայտնի երգ կա, սարերի քամին ինչ որ բան շշնջաց։ Հիմա արևմուտքը լավ վերջը ինչ է շշնջացել այս իշխանության ականջներին, որ արևմուտքը Հայաստանի քաղաքական դաշտի ականջին է շշնջում, ոչ թե իշխանության։ Ինչ է շշնջում։ Որ արեք դեպի ինձ ամեն ինչ լավ է լինելու։ Բայց դուրը բացում են, տեսնում են կիսամերկ թուրք տղամարդ։ Չէ, իրենք դուրն էլ չեն բացում։ Իրենք ուղղակիորեն, այսպես ասած, կանաչ դոլարը պահում են իրենց ձեռքին, ասում են արեք, եւ երբ որ գնում եք, այդ ժամանակ ասում են, որ ոչինչ չկա։ Ամենապարզ օրինակը Վենեսուելան։ Տարվա սկզբին զինվորականությանը եւ մի շարք քաղաքական գործիչներին խաբեցին, ասացին, որ արեք մենք Մադուրոին իր կնոջը ձերբակալենք, տանենք, դրանից հետո ամեն ինչ լավ է լինելու։ Եվ 3 առաջ օրը Financial Times-ը գրում է, որ տարվա սկզբից մինչև հիմա 13 միլիարդ դոլարից ավել նավթ է վաճառվել Վենեսուելայի կողմից, բայց այդ ամբողջ գումարը գտնվում է Միացյալ Նահանգներում։ Եվ Միացյալ Նահանգներն է տնօրինում այդ գումարը, բայց հայտնի չի թե այդ 13 միլիարդ դոլարը ուր է։ Նույնն է լինելու է Հայաստանում։ Դե տնօրիններ են արդեն այդ գումարը։ Այո, ամերիկացիք տնօրինում են։ Այսօր առավոտյան էլ Թրամփը ասում էր, որ Քենեթը իրենց ֆինանսների նախարարը հոյակապ կառավարում է Վենեսուելան։
Վենեսուելայում երկրաշարժ տեղի ունեցավ, մոտ 20 միլիարդ դոլարի վնաս է հասվել երկրին, եւ երկիրը հիմա սովամահության վրա է։ Վաղն էլ այստեղ կլինի։ Պարոն Պետրոսյան, Թոֆիկ Զուլֆագարովը, բանի Ադրբեջանի նախկին արտգործնախարար, ասում է Թրամփի այդ ճանապարհը մերն է։ Դա Ադրբեջանի սեփականությունն է։ Դա ուղղակի նախկին պաշտոնյայի մարազմատիկ հայտարարություն է, թե ինչ որ հիմքեր ունի։ Ես անգամներ ձեր մոտ խոսել ենք այդ Թրամփի ուղու մասին։ Միջին միջանցքը, որի մասին այդքան խոսում են, ընդհանրապես մի նպատակ ունի, որպեսզի շրջանցի Ռուսաստանը եւ Կարմիր ծովի ճանապարհները, որոնք որ Չինաստանին կապում են դեպի Եվրոպա։ Միջին միջանցքի իմաստը ամբողջությամբ նա է, որ Ասիայից դեպի Եվրոպա առևտուրը չլինի որևիցե մեկի վերահսկողության տակ։ Գալիք համաշխարհային համակարգում հիմնական մրցակիցները լինելու են Չինաստանը եւ Միացյալ Նահանգները։ Եվ այսպիսի իրավիճակում որևիցե միջանցք չի աշխատելու, որը պատճառ կհանդիսանա Չինաստանը ուժեղանա։ Եթե Չինաստանի եւ Եվրոպայի առևտրաշրջանառությունը ավելի մեծանա եւ ավելի հզորանա, Չինաստանը ինքնաբերաբար ավելի հզորանալու է։ Ուստի Միացյալ Նահանգները չի ուզենա դա տեղի ունենա։ Եվ կարելի է եզրակացնել, որ այս միջին միջանցքը ուղղակիորեն լինելու է ականապատված միջանցք։ Իսկ թրիփը ինքը մեծ քաղաքական բլեֆ է։ Մեծ։ Բայց արդեն կառավարության չէ նշանակել։ Ազգությամբ հրյա 1980 թվականին, այսինքն մոտ մի 50 տարի առաջ, Միացյալ Նահանգները, որպեսի Ռուսաստանի տնտեսությունը, սովետական միության տնտեսությունը քանդի, թուղթի վրա գրեցին շատ գեղեցիկ ծրագիր, որը կոչվում էր աստղային պատերազմ։ Եվ այդ աստղային պատերազմի ծրագրի համար իրենք նպատակն այն էր, որ սովետական միությանը մտցնան զենքերի մրցավազքի մեջ։ Եվ այդ նպատակին հասնելու համար իրենք այն ժամանակ քանի տասնյակ միլիարդ դոլար, որ այսօրվա հաշվարկով մի քանի 100 միլիարդ դոլար է լինում, իրենք ծախսեցին կինոներ արտադրելու, չգիտեմ, մակետներ սարքելու եւ 1001 այլ բաներ անելու։ Վերջոց այդ փողը իրենք են տպում։ Հիմա թրիփի համար կառավարիչ են նշանակում, չեն նշանակում, ինչքան պիտի ծախսեն, որպեսի հայերին համոզեն, որ սա լինելու է։ 200 միլիոն դոլար, 1 միլիարդ դոլար։ 1 միլիարդ դոլարը Ֆեդերալ ռեզերվի տպարանի համար, որ ոչ մեկին ոչ մի հաշվետվություն ոչ մի հաշվետվություն չի տալիս, ինքը 20 րոպեի ընթացքում կտպեն եւ այդ փողերը կբաժանեն, բայց հետո կունենան մեկ հատ հզոր խաղակարդ, այս տարածաշրջանի չափանիշներով հզոր, որով հետո իրենք կարող են առևտուր անել կամ Ռուսաստանի, կամ Իրանի, կամ Չինաստանի հետ։ Առայժմ այդ ճաշը իրենք էփում են։ Եվ աղմուկը ավելի շատ է, քան թե իրականությունը։ Եվ այս աղմուկի մեջ բոլորը մտնում են այս խաղի մեջ։ Բացի Չինաստանը։ Այնպես որ թրիփը հիմա թուրքերը կասեն իրենցն է, հայերը կասեն իրենք են վերահսկելու, ամերիկացի կասեն մենք ենք կառավարելու, չգիտեմ Իրանը կասի դա իմ համար կարմիր գիծ է, բայց Ռուսաստանը օդ է դա։ Ինքը օդից այնքան չի էլ անցնի։ Վերջի 500 տարվա ընթացքում աշխարհում կործանվել է 13 կայսրություն։ Եվ ամեն մի կայսրության կործանման ժամանակ հրահրվել է պատերազմներ։ Ներկա դրությամբ աշխարհի խոշորագույն կայսրությունը Միացյալ Նահանգներն է, որը ի տարբերություն նախկին կայսրությունների ոչ թե փորձել է իր տարածքները մեծացնել, այլ իր ազդեցությունն է մեծացրել ամբողջ աշխարհի վրա։ Եվ այդ ազդեցությունը ինքը պարտադրել է աշխարհին դոլարով եւ անգլերեն լեզվով։ Հիմա նույն Չինաստանը, ով մրցում է Միացյալ Նահանգների հետ, ինքը ունի խնդիր, որ այնպես չանի, որ այսօրվա ֆինանսական բուրգը փլվի, քան որ եթե փլվի, իր տնտեսությունն էլ է ոչնչանալու։
Այդ իսկ պատճառով Չինաստանը ստիպված շատ երկարատև ծրագիր պետք է իրականացնի, որը տևելու է 15-ից 20 տարի, որպեսզի Միացյալ Նահանգների ֆինանսական բուրգի այս կարգավիճակը իջացնեն ներքև եւ կարողանան աշխարհը հանել դոլարի ազդեցության տակից։ Եվ այս երկարատև process-ի մեջ խաղերը շատ են լինելու, մասնավորապես բլեֆները, կեղծ խաղերը։ Եվ ով այդ կեղծ խաղերի թակարդը ընկավ, ինքը դառնալու է ական Հիմա մենք ընկել ենք այդ թակարդը։ 91 թվականից։ Իսկ ականները պարտադիր պայթելու են վերջում։ Միանշանակ կամ պայթելու են, կամ թե չէ իրենց պայթեցնելու են։ Ականազերծման աշխատանքները նուրբ աշխատանք են։ Դե բայց պայթեցնելը գոնե օգտակար է։ Պայթեցնելը մեր մասնագիտություն։ Պայթեցնելը ձեր մասնագիտություն։ Այդտեղ հաշվարկվում է, որ վնասներ չլինեն։ Բայց այնուամենայնիվ ականը ինքը ոչնչանում է։ Դա այդ իսկ կարող մի ամբողջ պետություն ականի պետանալ։ Ես կարծում եմ, որ գալիք համաշխարհային համակարգի մեջ Միացյալ Նահանգները հրահրելու է պատերազմները եւ այդ պատերազմները լինելու են տարբեր տարածաշրջաններում, որտեղ որ Չինաստանը ունի հստակ շահեր։ Դրանք են Մերձավոր Արևելքը, Կենտրոնական Ասիան, Աֆրիկան եւ Անդրկովկասը։ Պարոն Պետրոսյան, մենք տեսնում ենք այսպեսի բարդ խաղ աշխարհում իրականում ծանր գործընթացներ են գնում, բայց զարմանալիորեն Հայաստանի քաղաքական իրականության մեջ շատ քիչ կարելի է լսել այսպեսի խոսք, այսինքն վերլուծություն, երբ որ նայում են տարածաշրջանում, ինչ է կատարվում մեր շուրջ, ինչ է կատարում Միացյալ Նահանգները, ինչ պլաններ ունի, Չինաստանը ինչ պլաններ ունի։ Հայաստանի քաղաքական դաշտում հիմնական քննարկումը սա է, Նիկոլին հանենք, Բլդոյին բերենք, Բլդոյին հանենք, Մստոյին բերենք, վերջում դե մի բան կստացվի երի վերջում։ Եվ չկա քննարկում այդ Նիկոլը, Բլդոն, Մստոն կարող են նույն ծրագրի սպասարկումներն են եւ այդ անունները փոխելիս բան չփոխվի։ Հիմա երբ որ այսպեսի խորքային քննարկումները առնվազն փոքրամասնություն են կազմում, արդյոք մենք շանս ունենք այս իրավիճակից դուրս գալու։ Միանշանակ շանս ունենք։ Այդտեղ Տեսական չէ, գործնական չէ, հենց գործնականի մասին եմ խոսում։ Այն մեթոդաբանությունը, որը ժամանակին տարվա սկիզբը առաջարկում էին կնդդմությանը, որ ինչպես շարժվեն, որպեսզի Նիկոլը չվերընտրվի եւ իրենք բան արեցին, անկեղծ ասած ինքը բավականին պարզ գործընթաց էր։ Ինչքան էլ ուզում է ցանկացած մեխանիզմը հզոր լինել, թույլ տեղ ունենում ենք։ միանշանակ Միացյալ Նահանգներն էլ թույլ տեղ ունի։ Միացյալ Նահանգները այդ իր ամփոփ չեզորության, որ համաշխարհային հզորություն ունի, շատ թույլ կետ։ Բերեմ ամենապարզ օրինակը։ Մի քիչ դուրս են գալիս թեմայից, բայց ամենապարզ օրինակը բերեմ։ Միացյալ Նահանգների դիզվառելիքի 70%-ը տալիս է Ռուսաստանը։ Հիմա երբ Ուկրաինան հարվածում է Ռուսաստանի նավթավերամշակման գործարանները, Ռուսաստանը դադարեցրել է իր դիզվառելիքի արտահանումը դեպի Միացյալ Նահանգներ։ Միացյալ Նահանգներում մի գալոն 4 լիտր մոտավորապես 4 լիտր դիզվառելիքի գինը արդեն բարձրացել է 4.5 դոլարի։ Այն ժամանակ, երբ որ արդեն պետք է տեղի ունենա բերքահավաքը եւ շատ ուրիշ խնդիրներ։ Արդյունքում մինչև նոյեմբեր ամիսը Միացյալ Նահանգներում սննդամթերքի գինը կտրուկ աճելու է։ Այս աշխարհը շատ է փոքրացել։ Փոխկապակցված են։ Եվ փոխկապակցվածությունը եւ մեկը մյուսի մեջ մտած այս բարդ մեխանիզմների մեջ մի փոքր գործողությունով քանդել դիմացինին բավականին հեշտացել է։ Քաղաքականությունը նշանակում է ճշգրիտ մաթեմատիկական հաշվարկով ոչնչացնել դիմացինին։ Իսկ դժբախտաբար Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակից մինչ օրս բոլոր նրանք, ովքեր որ զբաղված էին քաղաքագիտությամբ եւ փիլիսոփայությամբ, նրանք, ովքեր որ խելքը գլխներին էին, Հայաստանից հեռացրեցին։ Հազիվ մի քանի հոգի, մի ձեռքի մատերն էլ են շատ, մնացին Հայաստանում
Իսկ Երևանի պետական համալսարանը, Սլավոնական համալսարանը, Եվրոպական համալսարանը եւ մնացած համալսարանները քաղաքագիտության եւ Քաղաքագիտությունը հիմա նայելա դարձել է կոֆեի բաժակ նայելու նման մի բան։ Դե այդտեղ էի ասում եւ փիլիսոփայության ամբիոնները տոննաներով խոտան են տվել եւ բոլորին դարձրել են այսպես ասած սուրճի բաժակ նայող կամ կարտեր նայող, թղթախաղ նայող անձիկ, ովքեր որ իրականության մեջ չեն խորանում քաղաքագիտության մեջ։ Քաղաքագիտությունը սարսափելի արագ է զարգանում, սարսափելի արագ։ Եվ ամեն օր նոր տեսություններ են ծնվում, եւ այդ նոր տեսությունները Հայաստանում 5 մատնել է շատ։ Ասեմ, որ այս 5 հոգին ծանոթ են այդ տեսություններին։ Սա է մեր խնդիրը, որ Հայաստանում կրթությունն ու գիտությունը ոչնչացնում են։ Եվ այսպես մենք օր-օրի ավելի նվազում է մեր դիմադրողականությունը։ Շնորհակալ եմ, պարոն Պետրոսյան։ Այդ զրույցի համար ես շեշտում զրուցում եմ Վազգեն Պետրոսյանի հետ, տեսություն կհանդիպենք։ Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի ճկնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48